Սիրելի հետևորդներ, բարի օր բոլորիդ։ Վաղ առավոտ է, մենք արթնացել, պատրաստվել, եկեք սենց գնանք ու գնում ենք նախաճաշելու, իսկ նախաճաշից հետո գնալու ենք մենք շատ հետաքրքիր էքսկուրսիայի։ Իրականում մի քիչ տխուր եմ, որովհետև Իրիկունը ջերմություն ունեցավ, հետո փորիկներ ցավում, հիմա էլ նվնվում, խոսքով չգիտեմ ոնց կանցնի, բան չի կերել երեկ, ընդհանրապես ոչ մի բան, այստեղից ապտեկայից մի 2 սիրոպ վերցրեցինք ջերմիչնեցնող և այդ աղիքային վիրուսի համար, բայց փորիկը թույլ չի, ճիշտ ասում է, որ սրտխառնոց ունի։ Մի խոսքով հուսով եմ արագ կլավանա Իրենս։ Այսպես դեպքեր են լինում հանգստի ժամանակ ու հանգիստդ դառնում է անհանգիստ վիճակ։ Մենք նախաճաշեցինք, Իրեն էլի ոչ մի բան չէր ուզում ուտել, ստիպել ենք մի քիչ բրինձով շիլայա կերել, ուրիշ բան չստիպեցինք, որտեղ խնձոր էր ուզում, բայց չկերա, վերցրել եմ խնձորը մոտս է, երբ ցանկություն կունենա, ուտի հուսով եմ լավ կանցնի ու նավի մեջ ինքը իրեն լավ կզգա։ Ջան, լավ ես, հա? Դիլի տատիկով օրոքյոնք, ծով տանի մաման, կարաս ժպտաս մի հատ, երեկ ոնց իմ բոլեն չի ժպտոցը, մենամ ես քեզ, հրաշքս։ Այս ընթացքում եկավ նաև մեզ տեղափոխող տրանսվերը, վերցնենք մեր իրերը, տեղափոխվենք ու գնանք նավահանգիստ, մար, իրես, կաղցրս, այսօր առավոտյան բավականին հով էր։ Չէ, պաստորեն այդ մեր հետևից չէին եկել, սպասենք մեր տրանսվերին, անց 15 գալու մոտ 10 րոպեից հաստատ այստեղ կլինի։ Այս դուր ուր է տանում դեպի։ Էս, հա։ Մենք այս կողմով անցել ենք։ Հələ։ Հա, անցել ենք։ Հա, լավ, ես եմ բասեյնի մոտ է տանում, իմացա։ Ասում ես դուրը, ուր է տանում։ Հիմա մենք շարժում ենք դեպի նավահանգիստ, 3 կանգառ ենք ունենալու ծովում, անրամասն կնկարեմ, շատ հետաքրքիր էքսկուրսիա ենք ունենալու։ Իրենս դեռ ջերմություն չունի, շանց վերցրել եմ ինձ հետ այդ սիրոպը, փորիկը, ցավում, չեն, բայց ես Իրենը չենք լողա, ոչ մի բան չենք անի, ես էլ միասին կլինենք, թե, մենք հասել ենք նավահանգիստ, հիմա գնում ենք արդեն մեր նավի վրա տեղավորվելու։ Մեր գիդի ներկայացմամբ դա Եգիպտոսի ամենամեծ յախտան է, 4 հարկից է բաղկացած, ամենակարևորը իր ամենաներքևի հարկումա ցույց կտամ ձեզ։ Վերջ, մենք արդեն նավի ներսում ենք, հիմա կնկարեմ ցույց կտամ ներսը ինչպիսին է, շատ սիրուն է ներսից իրականում, դրսից խոստումն արիշ չէր մի քիչ, բավականին մեծ է, բայց Ռեն, Մարիամ, լավ եք, այսպիսի ինտերիեր ունի նավը, դրսից էլ կնկարեմ, կտեսնեք։
Ուրեմն մեզ աշխատակիցը ասաց, որ կարող ենք իջնել ներքև ու հիմա ավելի լավ ձկիկներին տեսնենք, որովհետև նավը հիմա կանգնած է ու ձկները նավի շուրջ բոլորն են հուսով եմ այդպես է, իսկ ներքևում այստեղ բացի սկաֆը։ Պատկերացնում եք, մենք մոտ 3 մետր ծովի ներքևում ենք։ Տեսնում ես հիմա ձկներ կան։ Հələ։ Հա, այս կողմում են։ Այն անաչ մեծ ձկա։ Սկաֆ կալի ես է։ Նայ, ամեն ինչ էլ կլինի։ Պիսի սենյակը ամբողջ շնավարկության ընթացքում կարող ենք այստեղից հետևել ձկներին։ Ճիշտ է, հեռախոսը մի քիչ լավ չի փոխանցում, որտեղ այս ապակին մի փոքր խազված է, բայց տեսարանը շատ հիանալի է, վստահ եմ լավ անցնելու, մենակ Իրենս իրան լավ զգա, չէ իր։ Տեսեք, այստեղ արդեն մենք ճաշելու ենք ու երկու կողմից նավի իջնում է բացի սկաֆներ։ Հիմա այս կողմից էլ իջնենք նայենք։ Ջան։ Չհասցրեցինք, հա։ Գունավոր էր, ասեցինք սաղ քույները մեջը կար։ Այստեղ են գունավոր ձկներից կա այս կողմը, ոնց որ ավելի լավն է, այս կողմը կիջնենք ընթացքում։ Մենք այս ճամփորդության ընթացքում ունենալու ենք 3 կանգառ, որոնցից մեկը շատ սիրուն օստրովա լինելու։ Ասում եմ ինչ որ գիտնա ներկայացրել, ինքս չգիտեմ, առաջի անգամ ենք բնականաբար։ Ու այդ օստրովի ավազը եւ ամեն ինչը շատ ավելի լավն է, քան այնտեղ, որտեղ որ մենք հանգստանում ենք։ Մի խոսքով բարձրանանք վերև, գնանք պապայի մոտ, հա։ Ես եմ նկարում։ Նայ ինտերիերը բավականին գեղեցիկ է։ Այլոց մենք նաև լինելու ենք նրանց զապավեդնիկ արգելոց Ռաս Մոխամեդ արգելոցում, որտեղ ամենալավ կառալը ռիֆն է ու ամենալավ ձկներն են լողում։ Հուսով եմ շատ լավ ճամփորդություն կունենանք եւ ապահով ամենակարևորը, որովհետեւ ես իրականում մի քիչ վախենում եմ։ Մեր գիդին հարցրեցի, որ նախորդ տարի երբ մենք Եգիպտոսում էինք, հենց մի հատ բացի սկաֆ էր կոտրվել, ինքը վստահեցրեց, որ նման դեպք իրենց մոտ չի կարող լինել։ Նաև այդ օստրով, որտեղ որ գնալու ենք, դա սպիտակ օստրովը չի, այդ բելը օստրովը չի, լրիվ այլ տեղ է։ Այնտեղ մեզ տանելու են առանձին լոդկաներով։ Վստահ եմ շատ լավ հետաքրքիր օր ենք ունենալու։ Ես հերթով այդ սկաֆի պատուհաններն եմ ստուգում, հանկարծ ոչ մի տեղից ջուր չի թողել, ոչ մի բան չի արել։ Այս մեր ընտանիքի մեջ անվտանգության դեսպանը ես եմ, որ ամեն ինչում ստա զգուշեղեք, ստա վտանգավոր, անդե չի կարելի։ Համսնես կարելի է, վտանգավոր չի։ Դրսում էլ նկարեմ, այստեղ դրսի հատված կա, այստեղ էլ կարող ենք նստել։ Պատտվենք, տեսնենք ինչ կա, քանի շատ մարդաշատ չի։ Այստեղ հենց նավահանգիստ է, բոլոր նավերը այստեղից են շարժվում, կարծես։ Նախորդ անգամ մենք յախտայով Դախաբ էինք գնացել։ Ու այնտեղ էլ շատ հետաքրքիր է։ Ձեզ ասեմ, Դախաբում ավելի լավն է ռիֆը։
Եթե դուք սիրում եք դայվինգ անել, դա հաբը հենց դայվինգի կենտրոնն է։ Այս հատվածում շատ սիրուն նկարներ են ստացվում։ Իրենին ասել եմ, որ ամուսնուս կանչի, միասին նկարվենք։ Շատ սիրուն է, որովհետև տեսարանը։ Գնում ենք հասկանանք վերևում ինչ կա։ Եթե ուզում եք արևայրուք ընդունել, կարող եք օգտվել այստեղից, լեժակներ կան, այստեղ կարող եք նստել, որոշեց, որ ինքն է առաջինը ջակուզիից օգտվելու, դե արի արևս, արի։ Հետաքրքիր աղմկոտ ձևով նավ էին կայանում ու բավականին արագ ձեզ ասեմ մարդիկ կան հետադարձ մեքենայով չեն կարողանում անալ, բայց այս նավապետը հետադարձով մտավ մենք արդեն շարժվել ենք գնում ենք մեր առաջին կանգառին բոլոր նավերը մի ուղղությամբ գնացին, իսկ մենք լրիվ ուրիշ ուղղությամբ միասին շարժվեցինք, բայց իրենք ուրիշ ուղղությամբ են գնացել, եկվեցին են կողմ, մենք գնում ենք այլ ուղղությամբ։ Ամուսնուս հետ տեղափոխվել ենք նավի այս դիմացի հատված ու մի հատ նայեք այստեղ այս ջրի մաքրությունը նայեք ինչքան սիրուն է Մուսինս ու Մարիամը լողալու են, իսկ ես ու Իրենը կմոտենանք ցամաքին ասում են, որ այնտեղ էլ է շատ սիրում, չէ իր տեսնի մաման հո ջերմություն չունես չունի իմ աղջիկը ջերմություն ու խոստանում է, որ հաց է ուտելու, չէ հա մենք արդեն այս փոքրիկ նավակի վրա ենք
Այնտեղ մեր նավն է։ Մենք իջել ենք ափի մոտ ու այ էսա ավազը, իսկական ավազը սա է, որ կարելի է լավ ափ համարել։ Գեղեցիկ Մարիամ, մար։ Տեսեք, այնտեղ լողում են։ Բոլորը միասին, Մարտինը, Մարիամը, Մարիամի ժիլետը իրան բարձից հատանի։ Կիրանը այստեղ ֆոտոսեսիայով է զբաղված, որը կվաճառեն մեզ չգիտեմ ինչքան դոլարով։ Միած նայեք ինչքան հեռու են գնաց, այս երկրորդ փուլն է։ Առաջի փուլը, որտեղ Մարտիկը և Մարիամն են, այն են։ Ու հեսա, ես տեսնում եմ այս ուսի մասկաներն էլ արդեն։ Իմ Իրենը, իմ քաղցերի փոքրիկ Իրենը, արևը, սիրուն է, չէ՞ ստեղ։ Իսկ թվում է սա ինչ-որ նավթի հետևանք է այս։ Կամ ընկև որ ճամփին կեղտեր ենք գցել, այդ ծովի բանը եկելա։ Հա, կամ էլ է տենց։ Հա, ինչ-որ մեկը տեղ բուրգ է սարքել։ Ինձ թվում է, այս ծովի հատվածը երբեմն նույնիսկ առաջ է գալիս մինչև այստեղ։ Այս հատվածները, կամ նույնիսկ հեռու է գնում։ Ծովի կեղտերը գայս են առաջ, ու այս սևը հաստատ դանից է, նավթից է։ Հա, նավթը վառելիք է։ Ստեղ ինչ են փորել մեր նկարիչն բացել ու ինչեր ենք սան կրաբներ են Какие красивые. Это крабы, да? Да. Я почему Все, не держите еще раз или не посмотрит. Все. Вот это тоже очень красивый. А почему вы ставите их здесь? Просто смотрите, все. У вас один бежал. Не трогайте. У вас один бежал. Дай держите. Кусается! Вот, дочка помогает. Մարիամի ձեռքն է։ Ասել եմ այր օգուտոյ։ من يدور كل يوم ما يبقى معانا ولا ايه؟ Վերջ մենք այս Ռաս Մուհամեդ զապավեդնիկից արդեն շարժում ենք հետ դեպի նավ։ Շատ տպավորված ենք։ Շատ տպավորված ենք ու շատ գեղեցիկ էր ամեն ինչ։ Իրեն, Մարիամ գնացինք։ Ես այստեղ պատրաստ էի մի ամբողջ օր անցկացնել։ Արի։ Մենք տեղավորվել ենք այս նոտկայում։ Ես Մարիամ պատմի ոնց անցավ քո։ Լավ։ Լողալ է։ Լավ բան է։ Նկարներ արեցին ինձ ջրի տակ, մի հատ էլ ծովը Ես
Իրենին էլ են սիրուն նկարներ են արել, որոնք կվաճառեն մեզ էսի ինչքանով։ Շարժվենք դեպի նավ։ Հաջորդը սկրապ է։ Հաջորդ։ Zapavetnik է, այսինքն արգելոց է, ու այստեղ հյուրանոցներ, հյուրատներ չկան, բայց ես նկատեցի, որ բեդուինների տներ կան, այսինքն եթե ուզում եք, որ հենց այս ափին հանգստանաք, այդ մյուս հատվածում կարող եք գալ ու երևի շատ թանկ արժի, բայց ասեմ ձեզ հիանալի ավազ էր ու հենց ռիվ տեսնելու համար պետք է այստեղ գաք։ Հասանք։ Մենք արդեն մեր նավի մեջ ենք ու պատրաստվում ենք ընթրիքի։ Ես նկարելու եմ, որ տեսնեն դու հաց ուտում ես, թե չէ ինքը արդեն 2 օր հաց չի կերել։ Այսօր դու մի հատ բանան եկել Կաֆե, միրգ, պենց։ ուտելու ես, հա? Այստեղ մեր մոտ խունաձուկ է, այնտեղ կրիվետկի, այս հատվածում վարունգ, պամիդոր, իսկ այս հատվածում կարտոֆիլ, Իրենը վերցրել է, ինչ? Վարունգ, պամիդոր ու կարտոֆիլ։ Վարունգ, պամիդոր ու կարտոֆիլ։ Մենք ենք ընտրել կարտոֆիլ վերցնի, որովհետև ինքը առանց այդ մարսողության հետ կապված խնդիր ունի, որ ավելի չբարդանա, չէ՞ Իրենս։ Ընտրեցինք, իսկապես համեղ ընթրիք էր։ Ձուկ, կրիվետկաներ, մի խոսքով ամեն ինչ։ Նա գնում ենք մեր հաջորդ կանգառը։ Էլի լորեցի եմ, բայց միամիտ չեմ շարքից հարցրեցի այդ տղային հաջորդ մեր կանգառը որտեղ է լինելու, ասաց որ իջնելու ենք Բատիսկաֆ ու ձկներին նայենք, երբ որ բոլորը ուտեն վերջացնեն, մենք կերել վերջացրել ենք, եկել ենք Բատիսկաֆ ու հարցեցի որ կողմում նստենք, որ ձկներին ավելի լավ տեսնենք, դե բնականաբար այս կողմում իմաստ չունի, որովհետև ստեղ երկու ոնց որ պատուհանների մեջ տեղն է, այդ մյուս կողմն էլ ափի կողմանայում, ինքը մեզ առաջարկեց նստենք այստեղ, որ ավելի դեպի բաց ծովանայում հոսով եմ լավ տեսարաններ ունենանք։ Այ, սիրուն է, ոնց որ ակվարիումի մեջ եմ ես։ Կանում ամեն շատ ավելի գեղեցիկ է, տեսախցիկով հնարավոր չի փոխանցել այս գույնից է շորտերս կապույտ է, դու ես կապույտ, ընդհանուր ստեղ խոնը կապույտ է։ Մեր հաջորդ կանգառին ենք մոտեցել, բայց այստեղ օստրով չի կարելի գնալ, որովհետև ընդհանրապես թույլ չեն տալիս մոտ գնալ ցամաքին, այստեղ ուղղակի էլի կլողան մասկաներով միայն ամուսինս միայն մարդիկը կլողան։ Այն վաղտ արդեն որտեղ հավես չունեմ։ Հետո մարը մեր հավես չունի։ Չորանալու։ Մենք կնայենք։ Այո։ اسمي جميلة. اسمك ايه؟
քանի որ հիմա նավը կանգնած է, ինձ թվում է, բայց իսկ կախում էլի հետաքրքիր կլինի։ Այնպես որ կիշնենք այստեղ ներքևից գնայինք այն, ինչ որ իրենք նայում են լողալով։ Մենք ինչ կադր ունենք այստեղ, նայեք։ Գալիս է որ մաքրի։ Բայց իսկ կաֆը։ Այսենց կադր։ Մամա, ջան, չկա իրանց։ Հա։ Տեսեք որքան երկար է կանգնում նավը, այնքան ավելի շատ ձկներ են հավաքվում այստեղ։ Մենք վերադարձել ենք մեր հյուրանոց։ Իրականում իմ մոտ է։ Մի փոքր հոգնած ենք, ինձ ամենաշատը դուր եկավ այս ուղևորության մեջ, այս թրիփում բատիսկաֆը և այդ օստրովը, այդ կղզին Ֆրաս Մուհամեդը, որը իրանց մոտ ազգային արգելոց է ու ոչ բոլոր ափերին է թույլատրվում մոտենալ։ Ինքը որ լրիվ եգիպտական Մալդիվներ վիճակն է։ Այնտեղ շատ լավներ, սիրուն ֆոտոներ ունեն երեխեք ընդեղից։ Մի քանի հատ էլ ես, խնդրել եմ մի քանի հատ Իրենա նկարել, մի քանի հատ Մարիամը։ Լիքը լավ հիշողություններով, հիշողություններով հետ կգանք Հայաստան, հանգստացած, լիցքավորված, լիքը դրական, լավ էներգիայով, այսպիսի Բերեզագրոսկեքը բոլորիս պետք են ժողովուրդ, որ կյանքը նորից սկսենք սիրել ու աշխատենք հաջորդին պատրաստվելու համար։ Մի խոսքով էլ վլոգ չեմ նկարի Եգիպտոսի մեր այս հանգստից, արդեն կվերադառնանք Հայաստան, կսկսեմ տեղադրելը, այստեղ ուղիղ 3 օր մի հատ վլոգ է տեղադրվել, այդ էլ անցած վլոգներից ա եղել, այնպես որ դուք այս վլոգները կտեսնեք մի փոքր ավելի ուշ։ Լավ եղեք, լավ մնացեք, բոլորից շատ սիրում եմ, ուզում եմ տեսնել կոմենտներում, լայքեք, կոմենտեք, բաժանորդագրվեք սիրելիներս։ Շնորհակալ եմ, որ միշտ իմ կողքին եք ու լավ դրական կոմենտներ եք գրում, լավ մնացեք։